Քանի որ մի քանի օրից ձմեռ է, առաջարկում եմ միասին պատրաստել այս հիանալի միջոցը գրիպի և մրսածության դեմ։ Բլենդերի մեջ լցնում ենք կիտրոն, կիվի, նարինջ, իմբիր և մեղր։ Կիտրոնի և նարնջի կեղևը նախօրոք մաքրում ենք և հեռացնում կիտրոնի կորիզները։ Բլենդերի օգնությամբ այն հարում ենք 1-ից 2 րոպե, ստանալով այսպիսի զանգված։ Գդալի օգնությամբ այն լցնում ենք սիլիկոնե ֆորմաների մեջ։ Ֆորմայի չափսը կարող եք ընտրել ինքներդ։ Ֆորմաների մեջ լցնելուց հետո այն մի քանի ժամով ցանկալի է 1 ամբողջ գիշեր տեղափոխել սառցարան։ Սառցարանից հանելուց հետո դրանք հեշտությամբ կարող ենք հանել սիլիկոնե ֆորմաների միջից։ Տեսեք ինչ գեղեցիկ են դրանք ստացվում։ Այն կարելի է տեղափոխել զիպ տոպրակների մեջ և պահել սառցարանում։ Քանի որ այն իր մեջ ներառում է մեղր, իսկ մեղրը չի կարելի ավելացնել եռմանջրի, այդ պատճառով կարող ենք բաժակի մեջ ավելացնել եռմանջուր, թողնել մի փոքր հովանա, որից հետո ավելացնել մեր այս բնական դեղամիջոցը։ Այն ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ։ Վստահ եմ, որ այս տարբերակով այն հեշտությամբ կխմեն անգամ փոքրիկները։ Դե ինչ, պահպանեք հոլովակը և պատրաստեք այս հիանալի միջոցը գրիպի և մրսածության դեմ։ Եղեք առողջ։